Սյունիքի նախկին մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հրավիրվել են նաև նրա կինն ու որդին, որպեսզի ծանոթանան գործի նյութերին եւ դիրքորոշում ներկայացնեն։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույք է պահանջում բռնագանձել դատախազությունը։ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել հեղափոխությունից հետո 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Գյումրիում ընտրությունների նախաշեմին քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու ձերբակալության գործի վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։ Հանրայինի եթերում հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Վարույթը նախաձեռնվել է բարեգործության արգելքի խախտման դեպքի հատկանիշներով։ Այս վարույթով ընդհանուր առմամբ 3 մեղադրյալ կա։ Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին բերմանային ենթարկվել, այնուհետև ձերբակալվել։ Մարտի 28-ին նրանք ազատ էին արձակվել։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է գրեթե 40%-ով, հասնելով 3.249.000 լիտրի, հայտնում է վիճակագրական կոմիտեն։ Ընդհանուր առմամբ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է 15.5%-ով, մինչդեռ սննդի արդյունաբերության ծավալն աճել է 5.7%-ով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճել 18%-ով։ Բացարձակ արժեքով այս ոլորտի շրջանառությունը կազմել է գրեթե 490 միլիոն դոլար։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող հարձակումներ են իրականացրել միմյանց մայրաքաղաքների վրա։ Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, 6 վիրավոր կա։ Ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո Մոսկվայում վնասների կամ տուժածների մասին չի հաղորդվում։ Բացի այդ, մայիսի 6-ին ռուսական ուժերն առնվազն 13 հարված են հասցրել Զապորոժիե քաղաքին։ Կա 3 տուժած։ Պակիստանը հայտնել է, որ Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, եւս 46 մարդ վիրավորվել է։ Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածել է Պակիստանում գտնվող 9 թիրախների, ահաբեկչական ենթակառուցվածքների, որտեղից կազմակերպվում եւ ղեկավարվում են հարձակումները Հնդկաստանի վրա։ Նոր Դելին նաեւ հայտնել է քաղաքացիական 3 զոհի մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված կամայական հրետակոծության հետևանքով։ Նյու Դելին նաեւ հայտնել է քաղաքացիական 3 զոհի մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված կամայական հրետակոծության հետևանքով։ Սա վերջին 2 տասնամյակում ամենածանր բախումներից է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եմենում հութի ապստամբների վրա հարվածները դադարեցնելու մասին, քանի որ խմբավորումը համաձայնել է դադարեցնել հարձակումները Մերձավոր Արևելքի կարևոր ծովային երթուղիներում նավերի վրա։ Օմանը հայտարարել է, որ հանդես է եկել որպես միջնորդ հրադադարի հարցում եւ հաստատել, որ Միացյալ Նահանգների արշավն ավարտվում է։ Թրամփը հավելել է, հութիները հասկացրել են Միացյալ Նահանգների պաշտոնյաներին, որ այլևս չեն ցանկանում պատերազմել։ Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում։ Այսօր մեկնարկում է կոնկլավը, կաթոլիկ քահանայապետի ընտրության գործընթացը։ Սիքստինյան կապելլա մտնելուց հետո կարդինալներն այլևս չեն հաղորդակցվի արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապը։ Բոլորը կսպասեն Սիքստինյան կապելլայի ծխնելույզից արձակված ծխին։ Եթե այն սև լինի, ուրեմն հաջորդ օրը կրկին քվեարկություն կլինի։ Իսկ սպիտակ ծուխը կազդարարի կաթոլիկ եկեղեցու 267-րդ առաջնորդի ընտրությունը։